13 տարում ստեղծված 100 գծանկար հայկական բարեգործական ընդհանուր միությունում բացված Պոլիսն իմ աչքերով ցուցահանդեսում։ Հեղինակը նկարիչ գրաֆիկ Լևոն Լաչիկյանն է։ Սա արվեստագետի արդեն 21-րդ անհատական ցուցահանդեսն է։ Այն ըստ Լաչիկյանի մշակութային յուրատեսակ հիշողություն է։ Բանաստեղծական Պոլիսը մեծ սրամվերջ ու բացի որ ինքը 3 կայսրությունների մայրաքաղաք է եղել եւ չկա աշխարհում մեկը, որ այդպիսի մեծ կայսրությունների մայրաքաղաք, բայց հատկապես ինձ գրավեց այն հանգամանքը, այնուամենայնիվ ինքը եղել է հայ մշակույթի ամենաերևելի մայրաքաղաքը, այսինքն այդտեղ հայոց սիրտը տրոփել է ավելի շուտ, քան թուրքերը 15-րդ դարում եկան, եւ հայերիս ներկայությունը արդեն բյուզանդական կայսրության կազմավորված շրջանից է եղել, եւ փորձեցին բանախոսության մեջ խոսել այս ամեն ինչի մասին եւ ասեմ այն զգացողությունը, որ ես քայլում էի պոլսով, ընդ որում ոչ թե 1, ոչ թե 11, այլ շատ ավելի անգամներ, ամեն անգամ գնում էի հայտնաբերելու ինձ համար Պոլիսը։ Հեղինակը երկար է ուսումնասիրել Պոլիսը, քաղաքային անցուդարձը, բակերը, տները եւ թղթին հանձնել հայկական հետքի քաղաքի ճարտարապետության ու տեղի բնակիչների մասին պատմություններ։ Յուրաքանչյուր գործ մեկ օրինակով է, հեղինակն ինքն իրեն կրկնել չի սիրում։ Պոլիսը հետաքրքիր է արևելքի արևմուտքի այդ խառնուրդով եւ հայկականության դոմինանտ գերակշռությամբ, այնպես որ ես ընտրում եմ բոլոր գեղատես կառույցները, հետո է պարզվում, որ այդ հոյակերտ կառույցները նաև հայակերտ են, մեղավորը ես չեմ, փառք ու պատիվ մեր նախնիներին։ Ցուցահանդեսն այցելուները կարող են տանել իրենց հետ։ Լաչիկյանը ներկայացրել է նաև Պոլիսը հին եւ նոր պատկերագիրքը, որում տպագրված են բոլոր գործերը։ Հայոց պատրիարքանի նախաձեռնությամբ 2 տարի առաջ լույս տեսավ Պոլիսը հին եւ նոր եռալեզու պատկերագիրքը, եւ այդտեղ ոչ միայն հայ արվեստի պատմության մեջ, ընդհանրապես արվեստի պատմության մեջ իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայ, ոչ հայ, գերմանացի եւ ֆրանսիացի փորագրիչներ, գրավյորիստներ եւ այլն, եթե նկարեն մաքսիմումը 50-ի շուրջ է նկարների քանակը եւ առաջին դեպքն է ու դա ակամա է ստացվել, հատուկ չեմ այդպես արել, 100-ից ավելի գծանկար եւ սա կարելի ասել է ցուցահանդեսը մի տեսակ կարծես թե բդույթը բոլսո մեջ արդեն գծանկարներու միջոցով։ Պոլիսն իմ աչքերով ցուցահանդեսը հեղինակը շուտով կներկայացնի նաև արտերկրում, արդեն որոշել է հաջորդ ցուցադրությունը լինելու է Հայաստանի մասին։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։